Բարի լույս ժողովուրդ ջան, ուղիղ կապը ընդհատվեց, ես չկարողացա խոսամ, կապ չկա էս անդերտեղը, ինչ անենք, դե մի էտա։ Ժողովուրդ ջան, հիմա այսօր դրել են նորից անկլավների հարց են տալի ու ոնց ասած նապադեննի են անում Փաշինյանի վրա։ Ինչու հենց այսօր։ Ինչու չեն խոսում, ասենք, Ղարաբաղից, հետվերադարձից, Քելբաջարի վերադարձից, այս մեկից, այն մեկից, ինչու այդ բաներից չեն խոսում, խոսում են Հայաստանի անկլավներից։ Անկլավներն էլա, չէ վերադարձի հարց, բայց խոսում են անկլավներից, Ղարաբաղից էլ խոսող չկա, նեմա, նետո։ Ժողովուրդ ջան, անկլավներից են խոսում նրա համար, որովհետև դա Կրեմլի որոշումն է։ Այդ պրոկրեմլական ուժերն էլ հենց օգտագործում են այդ հարցը, Կրեմլի որոշումը։ Եվ վերջ, ուրիշ ոչ մի գաղտնիք չկա։ 6 տարի է Փաշինյանին հարց են տալի, 6 տարի էլ այդ մարդը նույն բանն է ասում։ Այո, դե ֆակտո, դե յուրե, ադրբեջանական տարածք է։ Դե յուրե, ադրբեջանական տարածք է։ Ինչ կա չհասկանալու։ Փաշինյանն էլ ասում, ես էլ եմ ասում, բոլոր հայերն էլ ասում են, այո, դե յուրե, դե ֆակտո մեր ձեռն է։ Բայց ես ձեզ գիտեք ինչ եմ ուզում ասեմ, բոլորիդ էլ ուզում եմ հիասթափեցնեմ։ Այդ 3 անկլավն էլ, Տիգրանաշենն էլ, Բալխուդարլուն էլ, Ասկիպարան էլ, 3 անկլավն էլ քարտեզի վրայից վերանալու է որպես անկլավ։ Այդ անկլավները գոյություն չեն կարող ունենալ ընդհանրապես, չեն կարող։ Այդ անկլավների տարածքները այնքան տարածք է, խոսքի օրինակ, այդքան տարածք էլ պետք է Հայաստանը իր տարածքից տա, որ դա համարվի ադրբեջանական տարածք, որ Ադրբեջանը կարողանա մտնի այդ անկլավ ընդե ապրի կամ ինչ որ մի գործողություն անի։ Ուրիշ ձև հնարավորություն գոյություն չունի։ Խոսքի վերցնենք մեր անկլավը, Արցվաշենը, ասենք տվին մեզ։ Ընդե 10 կիլոմետրից ավել ճանապարհ կա։ Ինչա դուք կարծում եք հենց այնց մեզ Ադրբեջանը իր տարածքա նվիրելու, որ մենք գնանք Արցվաշեն, իհարկե ոչ։ Դրա համար էլ այդ հարցով Ադրբեջանը լուրը, Ադրբեջանը ոչ մի բան այդ մասին չի խոսում, նույնիսկ Հայաստանին չի հիշեցնում։ Միայն հայերն են հիշեցնում, հայերը, ռուսամետ հայերը, միայն դրանք են հիշեցնում։ Տուր իրանք իշխանություն, նույն բանը նրանք են ասելու, ինչ որ Փաշինյանը ասելու են, հա դե, ինչ անենք, դե յուրե բանի տարածք է, բայց իշխանությունը տուր իրանք նրանք մոռանալու են, որ դա Ադրբեջանինն է։ Ասելու է, հա, բա Ադրբեջանինն է, բա ինչա, բայց պետք է մի բան մտածենք, ինչ ենք անում, ինչի հետ ենք փոխում, ինչ որ բանի հետ պետք է փոխենք։ Այո, ես դες 100% վստահեցնում եմ, որ այդ անկլավները քարտեզների վրայից վերանալու են որպես անկլավ։ Դա հնարավոր չի։ Մենք Ադրբեջանին տարածք չենք տալու, որպեսզի գնան, ինչքան էլ մենք բարեկամ դառնանք Ադրբեջանի հետ, ինչքան էլ լավ հարևան դառնանք, լավ գործընկերներ տարածաշրջանում դառնանք, մենք տարածք չենք տալու ոչ մեկի, որպեսզի գնան այդ տարածք։ Հասկանում եք։ Իսկ պետության մեջ ավել ինչ որ պետություններ ստեղծել, դա չի լինելու, արդեն մի անգամ ստեղծել են։ Ղարաբաղ են ստեղծել, պետության մեջ պետություն, ասենք Նախիջևան են ստեղծել, պետության մեջ պետություն, տեսնում եք ինչա 100 տարի հետո ինչեր կատարվեց, ինչքան մարդիկ անմեղ զոհեր բան, սխալ
սխալ իշխանությունների, ԽՍՀՄ իշխանությունների սխալների պատճառով։ Այս են Ժողովուրդ ջան։ Հիմա այդ նույն սխալը ոչ Ադրբեջանն է կատարելու, ոչ Հայաստանը։ Արցվաշենի տարածքը մի թեթև փուճուրա այդ երեքը միտեղ վերցրածից։ Ես կարծում եմ, որ ես 100% վստահ եմ, որ հենց այտենց էլ լինելու է, ուղղակի փոխելու են Արցվաշենի հետ, տարածքի հետ, որպեսզի քարտեզով դա չլինի Ադրբեջանի տարածք, քարտեզով Google-ի քարտեզներով դա չլինի Հայաստանի տարածք, հասկանում եք։ Ասենք Արցվաշենը չլինի Հայաստանի տարածք, այդ Մարխուդարլու բան Տիգրանաշեն բան չլինի Ադրբեջանի տարածք, քարտեզներում։ Դրանք քարտեզից վերանալու են ու Ադրբեջանը ու Հայաստանը գնալու են այդ քայլին, երկուսն էլ, որպեսզի տարածաշրջանում այլևս չլինեն ինչ որ բաներ, տենց պահանջներ, բան, դա վերանալու է, դա չի լինելու, դա հիմա մեր դեմ օգտագործում է Ռուսաստանը, ռուսական ուժերը։ Ժողովուրդ ջան, մի ժամանակ այն հին պատգամավորները ինչ որ որոշում էին կայացրել, որ երրորդ ուժի համար երկրում պայքարողները պետք է տուժ ենթարկվեն։ Ոչ մեկը չի ենթարկվում։ Ափաշկարա այսենց ինչ որ մի պետության շահեր են պաշտպանում մեր երկրում ու թույլ է տալի։ Ու այդ ամեն ինչը թույլ է տրվում է։ Ժողովուրդ ջան, դա թշնամանքա սեփական երկրի նկատմամբ ո՞նց եք թույլ տալի։ Սա է իրականությունը։ Հա։ Չի լինելու ոչ մի հատ անկլավ, ոչ մի բան չի լինելու, խոսքս հիշեք։ Հենց դա չեղավ, նայեք, դա եթե այդ մասին խոսում են, ուրեմն դրա հարցը արդեն շատ մոտ է, այդ հարցը պետք է լուծվի արդեն շատ մոտ ապագայում։ Հնարավոր է մինչև 27 թվականի վերջը այդ հարցը լուծվի։ Եվ վերջ։ Ու լուծվելու է։ Դա չի լինելու։ Չի լինելու։ Ես ասում եմ, ֆիզիկապես դա հնարավոր չի։ Դա Ադրբեջանին էլ չի պետք, Հայաստանին էլ չի պետք։ Ֆիզիկապես պետք չի, ոչ մեկին, նրանց էլ չի պետք։ Կրկնում եմ, ասենք Արցվաշենը տվին մեզ, մենք ոնց ենք գնում Արցվաշեն։ Իսկ բացատրեք։ Ինչպես ենք գնում Արցվաշեն։ Տվին մեզ։ Երկա տարածքա։ Ու ասեմ, ադրբեջանցիները, ասենց ասեմ, իրար կյանքում նրանք դուրս կգան, կմորթվեն, բայց Արցվաշենը չեն տա։ Արցվաշենում այսօր միլիոն գլուխ ոչխար են աճացնում, դուք տեղյակ եք, ամենալավ արոտավայրը Ադրբեջանում Արցվաշենի տարածքն է։ Միլիոն գլուխ ոչխար են աճացնում ադրբեջանցիները, նրանք երբեք այդ տարածք չեն տա։ Իսկ այդ Բարխուդարլուն, Տիգրանաշենը բանը ոչ մի արժեք չունեցող բաներ են։ Դուք եք մենակ օգտագործում, վայ, Տիգրանաշենը, մեր ճանապարհը։ Դու ճանապարհը կառուցելը, թազա նոր ճանապարհ կառուցելը, շրջանցելը 1-2 ամսվա հարց է։ Հարցը դա չի։ Ուղղակի ոնց են գալու Տիգրանաշեն, որ 4 կողմը հայկական տարածք է։ Ոնց են գնալու Արցվաշեն, որ 4 կողմը ադրբեջանական տարածք է։ Ամեն մի գյուղի համար մի հատ բան են կառուցելու էլի, հա, տամոժնիկներ նստացնեն մի 50 հատ, հա։ Ձեզ տենց է թվում։ Տենց է չէ թվում։ Մարդկանց մի շահարկեք, մի խափեք։ Այս ժողովրդին մի խափեք, մի շահարկեք։ Մեկա դուք իշխանություն ստանողը չեք։ Այդ կլանը էլ իշխանություն ստանող չի, ոչ Ղարաբաղի կլանը, ոչ ռուսամետ ուժերը, Հայաստանում իշխանություն ստանող չեն։ Հայաստանի տուն քանդողը այդ դրանք են եղել, ԽՍՀՄ, մեկ է Ղարաբաղի կլանը։ Ամբողջ հայ ազգի տուն քանդողները վերջին 100-ամյակում, դրա այդ երկու ուժն են։ ԽՍՀՄ և Ղարաբաղի կլանը։
ամբողջ Հայաստանի հայ ազգի, ադրբեջանաբնակ հայերի, հլա Վրաստանի հայերին էլ էիք ուզում բանանեք, բայց չստացվեց, որովհետև վրացիք խելոք գտնվեցին, դրա համար չստացվեց, հլա անդե էլ էիք ուզում խառնեք, հիշեք, ախալ քալակում, ախալ ցիխայում ինչեր էիք ուզում անեք, անդե էլ էիք ուզում այդ նույն քաքը գցեք, որովհետև դա Կրեմլից է գալի այդ բաները ամեն ինչ։ Մի խոսքով սենց բաներ ժողովուրդ ջան։ Մի հավատացեք։ Ես ձեզ ասում եմ, ես մի հատ ծրագիր կա։ Հենց այս անկլավների հարցը լուծվեց, չէ՞։ Դա լուծվելու է, դա մնալու է Հայաստանի տարածքում։ Եվ Տիգրանաշենը, եւ Բարխուդարլուն, եւ Ասկիպարան։ Դա մնալու է Հայաստանի տարածքում, ձև գոյություն չունի։ Ոչ Ամերիկան կարա դա որոշի, ոչ Ռուսաստանը, ոչ մեկը չեն կարա որոշեն, այդ բանը որոշելու են Ադրբեջանն ու Հայաստանը, ոչ մեկը չի կարա Հայաստանին ստիպի, ասի Բարխուդարլուն տուր, են տարածքներն էլ տվեք Ադրբեջանին, որ գնան Բարխուդարլու գան, Բարխուդարլու մի փոքր կայարան, անդե գյուղ էլ չկա, մի բան էլ չկա, մի փոքր կայարան ա ուղակի, եւ վերջ, նույնն էլ Տիգրանաշենը, նույնն էլ Ասկիպարան, ոչ մի բան, ոչ մի արժեք չունեցող բաներ են դրանք Ադրբեջանի համար դան գլխացավանք է։ Ես կրկնում եմ, մեզ համար ամենալավը Արցվաշենն է։ Արցվաշենի նման տարածք Հայաստանում այսօր համարյա գոյություն չունի։ Իրականում եմ ասում, Արցվաշենի նման, որ ինչեր կարելի է, բայց Ադրբեջանի 4 կողմով շրջապատված է Ադրբեջանի տարածքով, ինչ կարանք մենք անենք։ Ասենք թե Ադրբեջանը համաձայնվում է, ասի հա, դու քո անկլավով եկալ, ես իմն եմ։ Ոնց ենք գնում, ժողովուրդ ջան։ Ադրբեջանը երբեք իր տարածքով քեզ տարածք չի տալու, որ դու գնաս ընդե։ Ադրբեջանը այսօր իր սահմանները 19 թվից փակապահում նույնիսկ սեփական քաղաքացիների համար։ Մեզ համար ինչ որ սահմանաբացելու ասել գնացեք Արցվաշեն։ Մի հավատացեք այդ խլուրդներին, ովքեր որ շահարկում են այս բաները։ Փաշինյանը նոր ասեց, որ հա Ադրբեջանը, հա միշտ էլ ադրբեջանական տարածք ալ է, մենք ծնվել չենք։ Ես 66 տարեկան մարդ եմ, աչքս բացել եմ, միշտ էլ ադրբեջանական տարածք ալ էլի դրանք։ Ադրբեջանական անկլավներ ալ է Հայաստանի մեջ։ ԽՍՀՄ-ն ա տվել։ Ինչ ասեմ։ Տես չի եղել, հայեր ջան։ Խոսեք էլի։ Մի թողեք ձեզ օգտագործեն, ժողովուրդ ջան։ Այս Facebook-ները մեր որ մտնում եք ով այդպես բաներ ա գրում, ով լավ, ես հայհոյող չեմ, ժողովուրդ ջան, բայց ով այդպես բաներ ա գրում, են լավ հայհոյողներին խորհուրդ եմ տալի, մտեք մի հատ լավ հայհոյեք, իմ ես խոսքերն էլ օգտագործեք իրենց դեմ։